Աթենք 1894 թվական Պիրենեա նավամատույցում հավաքվել են կուսակցական ընկերները բարի երթ մաղթելու Մարոյին։ Նավի տախտակամածին կանգնած է ժամանակակից նորաձևությամբ հագնված գեղանի մի պարմանուհի իր ծառայի հետ։ Նույնիսկ ամենամտերիմները չէին կարողացել հասկանալ, որ դա Մարոն էր, իսկ նրա ծառան իր հավատարիմ ուղեկից Հասոն։ Նավը ուղղություն վերցրեց դեպի Բեյրութ, իրականացնելու հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության որոշումը, համաձայն որի Մարոն պետք է ազատեր Գումգափուի ցույցի մասնակից բանտարկյալներին, ովքեր հայտնվել էին Օսմանյան սուլթանի ամենամութ բանտերից մեկում Աֆրիկյան Տրիպոլիի Սեն-Ժան-դ'Ակր ամրոցում։ Մարոն ամբողջ ճանապարհին մտածում էր իր անցած կյանքի մասին, և նրա աչքերի առջևով անցնում էր իր անցած կյանքը, ինչպես մի գիրք։ Ահա Թիֆլիսը, ահա իր հայրական օջախը, Պետերբուրգը, առաջին հեղափոխական քայլերը, այնուհետև փախուստը այդ սրտաշունչ քաղաքից, Ժնև, Փարիզ, նոր ծանոթություններ, նոր կյանքի փուլ, առաջին սեր, առաջնեկի ծնունդ և այլն։ Ահա Մարոն սթափվեց, մոտեցավ նավակողին և նկատեց, որ նավը արդեն հասնում է Բեյրութին։ Ահա առաջին փորձությունը հաղթահարված էր, և Մարոն անցել էր Օսմանյան կայսրությունից անդին։ Կա նաև սարսափելին, իսկ եթե նա բացահայտվի, չէ՞ որ նա պատկանում է այն կուսակցությանը, որը իրականացրեց Գումգափուի ահեղ ցույցը և հենց Կոնստանդնուպոլսի կենտրոնում այրեց սուլթանի նկարը և նրա իշխանության խորհրդանիշ Թուղրան։ Ահա նա Բեյրութում էր, և թվում էր, թե առաջին քայլը հաջողությամբ կատարված է, սակայն հենց սկզբում Մարոյին սպասում էր անհաջողություն։ Ձերբակալվեց նրա հավատարիմ ուղեկից Հասոն։ Մի օր ուշ երեկոյան իրենց կուսակցական ընկերներից մեկին ճանապարհելուց հետո Հասոն այլևս չվերադարձավ։ Սակայն Մարոն մի արաբ հոգևորականի օգնությամբ կարողացավ Հասոյին ազատել, սակայն այլևս անվտանգ չէր Հասոյի ուղեկցությամբ շարունակել իր ճամփորդությունը։ Եվ ստիպված էր Մարոն այդ վտանգներով լի ճանապարհը անցնել միայնակ։ Ճանապարհի հաջորդ նպատակակետը Ալեքսանդրետն էր։ Այստեղ Մարոն հավաքեց կուսակցական իր ընկերներին և կազմակերպեց նոր մասնաճյուղ, որը մինչև այժմ էլ հպարտությամբ կրում է Մարոյի անունը։ Ահա Մարոն հասավ Պաղեստին և այստեղից մնում էր մեկ քայլ՝ հասնել Աքադ, որից շատ մոտ էր գտնվում Սեն-Ժան-դ'Ակր ամրոցը։ Բազմաթիվ երաշխավորական նամակների և ծանոթների օգնությամբ Մարոն կարողանում է ծանոթություն հաստատել Աքադում ռուսական հյուպատոսի հետ։ Շնորհիվ բազմաթիվ մարդկանց և կազմակերպությունների երաշխավորական նամակների Մարոն կարողանում է հանդիպել Աքադում Ռուսաստանի հյուպատոսի հետ և նրան համոզել, որպեսզի կարողանա նա այցելել ամրոց։ Այստեղ Մարոն ցուցաբերում է շատ մեծ դիվանագիտական և դերասանական վարպետություն, համոզելով հյուպատոսին, որ նա ռուս արիստոկրատուհի է, ում Աստված պատժել է շատ ծանր հիվանդությամբ, և այդ ցավերը մեղմելու համար նա ցանկանում է հանդիպել բանտարկյալներին և նրանց փոխանցել որոշ իրեր։ Հյուպատոսը հավատում է Մարոյին և խոստանում անձամբ ուղեկցել նրան դեպի Սեն-Ժան-դ'Ակր ամրոցը։ Մարոն կարողացավ ներս մտնել այնտեղ և կեղծ անտարբերությամբ իր բերածից բաժին հանել բանտարկյալներին, և ահա նա նկատեց բանտարկյալների մեջ Գումգափուի ցույցի հերոս Հարություն Ջանկուլյանին։ Հարություն Ջանկուլյանը ինքը չհասկացավ, թե ինչ էր կատարվում, սակայն Մարոն արդեն հասնելով իր առաջին նպատակին, ձևացրեց, թե իրեն վատ է զգում և խնդրեց իրեն դուրս հանել բանտից։ Ծովի առողջարար օդը պատրվակ բռնելով Մարոն խնդրում և տուն է վարձում ամրոցին շատ մոտ ծովի ափին և հենց այստեղ էլ մշակում է բանտից փախուստի իր ընկերների ծրագիրը։ Երկրորդ այցի ժամանակ արդեն Մարոն կարողանում է իր բերած հագուստի և սպիտակեղենի հետ միասին անցկացնել ու փոխանցել բանտարկյալներին նաև փախուստի համար անհրաժեշտ պարագաները՝ սղոցներ, խարտոցներ և այլն։ Մինչ այդ Ջանկուլյանն իր կուսակցական ընկերներին հղած նամակներում հայտնել էր իրենց մատնողների անունները, և հնչակյան հեղափոխական դատարանի որոշմամբ Խաչիկ Պետրոսյանը, Տաճատ վարդապետը և պալատական լրտես Անաստասը ստացան իրենց հասանելիք արճիճը։ Վերջում Մարոն տեղեկանում է, որ այստեղ փակված են նաև 3 խիստ վտանգավոր մարդիկ՝ հեղափոխականներ Տոնապետյանը, Գրիգոր Գալիչյանը և Պետրոս Մարիմյանը։ Սակայն Տոնապետյանը Մարոյին հայտնում է, որ իրեն մատնել են և նա պետք է շտապ հեռանա։ Մարոն անմիջապես կերպարանափոխվում է Սև Փարաջայով Արաբուհու և փախուստի դիմում այնտեղից։ Սակայն արդեն նախապատրաստությունը ավարտված էր իրենց հեղափոխական ընկերների փախուստի։
Այնուամենայնիվ, Հարություն Ջանկուլյանը կարողանում է փախուստի դիմել և 1896 թվականին հրապարակում իր հիշողությունները, որտեղ էլ անդրադարձ է կատարում այս իրական լեգենդի մանրամասներին։ Սուլթանի պահանջով Հունաստանի ղեկավարությունը արտաքսեց հնչակյան կուսակցության գործիչներին և արգելեց կուսակցության գործունեությունը Հունաստանում։ Այսպիսով, Աթենքից հնչակյան կուսակցության կենտրոնը տեղափոխվեց Լոնդոն։ Հնչակյան կուսակցության մասին մենք կպատմենք առանձին տեսանյութով, որը բաց չթողելու համար հետևեք մեր զանգալիքին՝ սեղմելով զանգակի կոճակին։ Մարոն դեռ շատ դեգեր է սկզբում Պետերբուրգ, այնուհետև իր ծննդավայր Թիֆլիս, որտեղ էլ նա բռնվեց և դատապարտվեց 6 տարվա տաժանակիր աշխատանքի, որը հետագայում փոխվեց աքսորի։ Մարոն 6 տարով աքսորվեց Կրասնոյարսկի երկրամասի Մինուսինսկ բնակավայրը։ Սակայն շատ մեծ էր վտանգը, որ Մարոն ճանապարհին կարող է փախուստի դիմել, քանի որ նրա կուսակցական ընկերները չէին կարող ձեռքերը ծալած նստել։ Եվ դրա ապացույցն էր բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներից ուղղված հեռագրերը Մարոյին տեղափոխող հսկիչներին։ Եվ նրանք ճիշտ էին։ Նրա փախուստը պետք է կազմակերպեր Ասոն, հեղափոխական հայտնի գործիչ, սակայն նա ճանապարհին ձերբակալվում է և չի կարողանում այդպես էլ իրականացնել Մարոյի փախուստի ծրագիրը։ Մարոն ակտիվ գործունեություն է ծավալում նաև աքսորում, զբաղվելով ուսուցչությամբ և կրթելով տեղի երեխաներին։ Նա հավաքում է այնտեղ բազմաթիվ աքսորյալ հեղափոխականների և ժողովներ կազմակերպում։ Նա ծանր հիվանդացավ 1915 թվականին և տեղափոխվեց Կրասնոյարսկ։ Այստեղ կային բազմաթիվ ավստրիացի և գերմանացի ռազմագերիներ, որոնցից շատերն էին սոցիալ-դեմոկրատներ, և նրանց հավաքելով ժողով է կազմակերպում Մարոն և օգնում նրանց ձեռք բերել կեղծ անձնագրեր և կազմակերպում նրանցից շատերի փախուստը։ Սակայն սա նույնպես բացահայտվում է և Մարոն ձերբակալվում է։ Նրան առաջադրվում է ազգային դավաճանության մեղադրանք, և նրա բնակարանից հայտնաբերվում են բազմաթիվ մաքուր անձնագրեր։ Սակայն բազմաթիվ բողոքի նամակները օգնում են, որպեսզի գործը թողնվի առանց քննության և Մարոն չդատվի։ Ռուսաստանում բռնկվեց Փետրվարյան հեղափոխությունը և տապալվեց Ռոմանովների իշխանությունը, իսկ Մարոն, որպես վտարանդի, վերադարձավ Պետրոգրադ և հանդիպեց Լենինին, Տրոցկուն, Շահումյանին։ Լենինի նամակը Բաքվում Շահումյանին փոխանցելուց հետո Մարոն վերադառնում է իր հայրենի Թիֆլիս և այստեղ շարունակում բնակվել։ Նա այստեղ բնակվում էր իր հեղափոխական ընկերուհու Նուշիկ Զավարյանի տանը, ով հետագայում աքսորվեց Մագադան և գնդակահարվեց։ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ակնհայտ դարձավ, որ միակուսակցական այս երկրում այլևս անկարելի է զբաղվել կուսակցական գործունեությամբ, և Թիֆլիսում գումարված ժողովում հենց Մարոյի առաջարկությամբ դադարեցվեց հնչակյան կուսակցության գործունեությունը Խորհրդային Միության տարածքում։ Մարոն և շատ այլ կուսակցական ընկերներ ընդգրկվեցին Կոմկուսի շարքերը։ Մարոն, ըստ տեղեկությունների, մահացել է 1941 թվականին Թիֆլիսում 77 տարեկան հասակում, որից 60-ը անցկացրել է հանուն հայրենիքի և կուսակցական գաղափարների համար պայքարում։ Մարոյի անունը մինչև այժմ էլ հազարավոր երիտասարդների ոգեշնչում է գնալ առաջ, պայքարել և քայլել Մարոյի անցած ճանապարհով։ Մեր հետագա թողարկումները բաց չթողելու համար հետևեք մեր զանգալիքին՝ սեղմելով զանգակի կոճակին։ Հաջողություն։